Հայաստանում բուռն նախընտրական շրջանը մենք տեսնում ենք, որ գործող ռեժիմը իր պարագլխի գլխավորությամբ շարունակաբար թիրախավորում է իր քաղաքական ընդդիմախոսներին, քաղաքական հակառակորդներին, չխորշելով անգամ սպառնալիքներ հղել նրանց հասցեին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ հասարակական գործիչ Սամվել Աշոտյանի հետ։ Ողջույն պարոն Աշոտյան, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեսեք, ես նշեցի, որ Փաշինյանի վարչախումբը ամեն կերպ թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, չխորշելով անգամ բացահայտ սպառնալիքներ հղել, կսատկացնեմ, չգիտեմ, կնստեցնեմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Իրավական երկրում եթե ապրեինք, ապա այդպիսի արտահայտությունների համար կլիներ իրավական համապատասխան ընթացակարգ։ Բայց մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ քաղաքական այլախոհներին կարող են ընդհանուր քննադատության համար բանտարկել, բայց ռեժիմի պարագլխին ըստ էության թույլատրված է ամեն ինչ։ Ինչպես կգնահատեք նախընտրական շրջանի այս փուլը։ Ցավալիորեն պետք է ասեմ նոր բան չի, Հայաստանում շատ վաղուց այդ պրակտիկան կա, ուղղակի Նիկոլ Փաշինյանը օգտվելով այդ շանսից, որ նման բան կա, նախկին ղեկավարներից որևէ մեկը այս աստիճան չէր հասել, որ հանրային ինչ-որ սպառնալիքներ հնչեցներ եւ այլն, միշտ էլ իմացել ենք, որ իրանց ավելին է կարելի, քան այսպես ասենք հասարակ մարդկանց, հասարակ քաղաքացիներին, բայց այս դեպքում գործ ունենք, չգիտեմ, իմ մոտ տպավորություն կա, որ իր մոտ ինչ-որ շեղումներ կան, ու այդ շեղումներն արտահայտվում են հանրային դաշտում, օրինակ մենք տեսանք, որ բռնի հետացած փոխգնդապետի քրոջն էր քաշքշում, այսպես հիստերիկացած, ասում էր, եթե դու Ռոբն ես, եթե դու Սերժն ես, ես քեզ կզացնելու եմ, բերևում չէ, որ ոչ Ռոբն էր, ոչ Սերժն էր, ոնց որ, այսինքն իր մոտ արդեն այդ հասնում է, չգիտեմ, էլի ինչ որ աննորմալության աստիճանի երևի, ու այս պայմաններում, երբ որ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պայելու մի տարբերակ մնացել է, էլի պառակտել ազգին, կրկին հարուցելը, նորանոր այսպես կռիվներ եւ այլն, այսինքն հնարավորինս պառակտել բաժանել ազգը, որպեսզի կարող երկարացնի իր կյանքը։ Դե այդ պայմաններում ամենալավ տարբերակը ատելության խոսքն է, նույնը մենք տեսնում ենք օրինակ հենց Արցախահայության նկատմամբ, այսինքն տեսեք, ես մի պահ այսպես շատ ակտիվ ուսումնասիրում եմ հենց բռնապետական ռեժիմները, իսկ այս պահին մենք երևի հենց բռնապետական չէ, ավտորիտար, այսպես խոր ավտորիտար ռեժիմ ենք, որը դեպի հենց բռնապետություն ճանապարհին է, հա, երբ որ արդեն այդ որ մեր երեսով են, չէ, անդադ տալիս գոհեղեք, որ զուգահաններում ձեզ չենք ծեծում, գոհեղեք, sense չենք գալու, անդադ մեր երեսին են տալիս պահնել է գալու, որ արդեն ոնց որ մոտիկանում ենք այդ պահին։ Ու այս պայմաններում, երբ որ իրանք փորձում են արդեն վախի մթնոլորտ ստեղծել մարդկանց այդ ձևով լրացնել, ինչը ստացվում է, պետք է ասենք, որ հանրության շատ շերտերի տեսնում ենք, որ խուսափում են, պարզապես չեն ուզում իրենց կարծիքը արտահայտել, տեսնում ենք այդ օրինակ նույն հարցախույզերից, որ նախորդ տարիների տվյալների հետ օրինակ ես համեմատել էին, եթե նախորդ ժամանակահատվածում այսպես 30-ից 40% մարդկանց պատասխանում էր հարցերին, հիմա իջել է 16%, իրենք ուրախանում են, ասում են, տեսեք, ինչ բարձր է ռեյտինգը, իսկ իրականում պարզ է, չէ, որ իշխանության սատարողները կաշկանդվածություն չունեն դրա մասին հայտարարելու այս պահին։ Ու այսպեսի բաներ, այսինքն մի իրավիճակում ենք, երբ որ արտաքին թշնամուց վախենալով, այդ ռեժիմները, ինչպես նշեցի, բռնապետական, որ պետք է ունենան ինչ-որ թշնամու կերպար, որը կերկարաձգի իրենց ռեժիմի կյանքը, որ իրենք կբացատրեն, թե ինչի, օրինակ մենք ապրում ենք վատ։ Օրինակ այս ժամանակ մեկը եթե նայում ենք Ադրբեջանին, Ալիևը ոնց է բացատրում, կան հայեր թշնամի, մենք դրա համար վատ ենք ապրում, պետքա բանակ, չէ, զորացնենք։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում, չնայած որ կա իրական թշնամին, որ իրական վտանգ է մեզ սպառնում, ինքը վախենալով, ըստ իմ համոզման գտնվելով Ալիևի կամակատարի իրավիճակում, այսինքն կատարելով նրա բոլոր կմահաճույքները, վախենալով նրա անուն տալ, Նիկոլ Փաշինյանին ուրիշ թշնամի է պետք մոբիլիզացնելու համար իր ընտրազանգվածը, դա օրինակի համար, ու ոչ միայն իր ընտրազանգվածը, այլ նաև նորանոր այդ ընտրազանգված դժգոհ մարդկանց բերելու, օրինակ բացատրելու համար թե ինչի են իրենք հենց վատ ապրում, Նիկոլ Փաշինյանը դա բացատրում է ոչ թե նրանով, որ օրինակ, չգիտեմ, կրթություն չեն ստացել կամ ինչ-ինչ պատճառով, այլ սոցիալ-տնտեսական պատճառով, բացատրում, որովհետև ղարաբաղցիներ կան։ Այ տեսեք, այս թալանչի ղարաբաղցիները ձեզանից գողացե խլել են, դրա համար էլ կամ հարուստներ կան։
Հա, կամ օրինակ հարուստներ կան։ Հիմա խնդիրը ինչին է գալիս, որ օրինակի համար ակնհայտորեն կան ինչ-որ հարուստներ, ովքեր թալանել են, ակնհայտորեն կան ինչ-որ Ղարաբաղի վերնախավում մարդիկ, ովքեր թալանել են, բայց այդ ամբողջը մի ամբողջ հանրային շերտի վրա տարածել ու ասել, որ բոլոր արցախցիները մեղավոր են, դա արդեն աբսուրդի ժանրից է, դա արդեն ատելության խոսքի գեներացումը հենց կոնկրետ այս մարդկանց նկատմամբ մի շատ մտահոգիչ բան էլ ես տեսա, որ ուրեմն Արցախահայ մարդուն զինվորականին այս պահին, ով որ պետությունից ժամանակին 60 քառակուսի մետր տարածք տուն էր ստացել, այս պահին մի 10 հոգով բնակվում են այնտեղ տեղահանված մարդիկ են բռնի։ ՊՆ-ն պաշտպանության նախարարությունը խլում է այդ տունը իրենցից։ Ասում է գնացեք, արդեն էլ ոնց որ բան եք անում։ Հասկանում եք, այդ իրավիճակն այն Թալինի բանը քաղաքապետը, համայնքապետը Խարչակ Տավրոս Սափյան։ Այո, այդ Տավրոս Սափյանը, որ աչքեր ընկնում այդ եկեղեցական այդ բանի ժամանակ, չէ, այդ շարժումների ժամանակ իր այսպես շատ էքստրավագանտ ելույթներով, ինքը տեսանք, թե ոնց է խոսում Արցախի մեր հայրենակցի հետ, արցախցի մեր մայրիկի հետ, ով որ մեծացնում է 9 երեխա, այսինքն գալիս ասում է, բա գոհ եղեք, որ տվել ենք, դուք չեք տվել, հարկատուն է տվել, ես եմ իմ հարկերով տվել, հանրությունն է տվել ու հանրությունը ամբողջապես պատասխանատվությունը վերցնում է դրա համար։ Իսկ այդ բանով, որ իրանք ասում են, դե կգնաք Ռուսաստան, իրանք չեն որոշում, Արցախի հայրենիքը այստեղ է, իր պետությունն այստեղ է, այստեղ պետք է մնա, չնայած որ ճիշտ ասած ես շատ նկատում եմ, որ Նիկոլականներից գալիս են մեկնաբանություն շատ հաճախ գրում են ինչ որ ասում են գնա այս երկից եւ այլն, դա բնական է, որ իրանց ձեռը տալի, որ մենք գնանք այս երկից, տեղ բացվի իրենց իրական ադրբեջանցի եղբայրների համար։ Այո, ու մարդիկ եթե մտածում են, որ այդ պահը ինչ որ չի լինելու սուտ է եւ այլն, պարզապես պետք է նայենք Ալիևի հայտարարությունը։ Ես չեմ հավատում սրան։ Ես պարզապես նայում Ալիևին չասում, որովհետեւ մեթոդաբար ինչ ասել է, արել է Ալիևը։ Ինքը իր խոսքի տեր տղամարդ է։ Ցավոք սրտի նույնը չեն կարող ասել Նիկոլի մասին։ Իդեպ հենց այս ասպեկտում մեկ դիտարկում իրականացնեմ։ Գործող վարչախումբը շարունակաբար հայտարարում է, որ կեղծ է այդ թեզը 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու, բայց հենց մենք տեսնում ենք, որ երբ որ Իլհամ Ալիևը օրինակ 2021 թվականին հայտարարում էր, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Հայաստանի սահմանադրության մեջ կետեր էր նշում ինքը, հա, անկախության հռչակագրի հատվածը, որտեղ Ադրբեջանը խնդիրներ է տեսել։ Եվ հետո մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կրկնեց Ալիևի ասացները, որ պետք է սահմանադրությունը փոխվի, այլև ըստ էության սկսեց Ալիևի փաստաբանությունը իրականացնել, նշելով, թե ինչի համար պետք է անկախության հռչակագրի այդ կետերը հանվեն։ Այսինքն Հայաստանի հանրությունը որևէ երաշխիք չունի իրականում, որ 300,000 ադրբեջանցիները հետ չեն գալու, որովհետև մենք գործ ունենք մի ղեկավարի հետ, որը ժամանակին ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ հիմա ասում է այդ հողը երբ է մեր եղել։ Հա, ասում է Ղարաբաղը մեր երբեք չի եղել։ Հա, գիտեք, որ նայում ես ուրիշ օրինակ բերեմ իրանց աշխատավոճի, օրինակ ժամանակին ընդհանուր ամեն ինչում, բոլոր հարցերում իրենք առաջին հերթին երբ որ ինչ-որ այդպիսի բան է տեղում, դեպքի տեղում իրանք արդարանում են, քիչ արդարացումը վերածվում է մեր վրա մունաթի։ Այ օրինակի համար Բաքվում գտնվող մեր գերիների հարցով, որ սկզբում արդարանում էին, դե աշխատում ենք, մեկի աշխատում ենք վերածվեց, դե ծնգել արեցիք, օրինակ դրան վերածվեց։ Վաղը մյուս օր արդեն գիտեք ինչի է վերածվելու, որ բա օկուպանտ հանցագործներ են, բա ինչ գործ ունեին Ադրբեջանի տարածքում, գնացել մտել են այդ մարդկանց երկիր, նրանք է բռնել են, ճիշտ են արել։ Ասելու են, այդ պահն էլ է գալու, որ իրանք ասելու են ու ցավալիորեն, ոնց որ այդ պահը գնալով արագանում է, օրինակ մենք նաև տեսանք, ոնց Նիկոլ Փաշինյանը սկսեց մի նոր նարատիվ էլ ադրբեջանական վերցեց, ասելով, որ այստեղ հայկական պետություն չի եղել, ընդհանրապես այստեղ հայրամեծություն չեն եղել։ Դա հենց նարատիվն է ադրբեջանական, դա ադրբեջանական նարատիվն է, որով ինքը ուզում է լեգիտիմացնի իր զավթողական նպատակները, ասելով, որ այ մենք միշտ այստեղ ենք ապրել, հայր չեն եղել, հայրը եկե զավթելն, այսինքն փաստացի այս պահի դրությամբ մեր պետության ոչ բարով ղեկավարը լեգիտիմացնում է բոլոր ադրբեջանական թեզերը ու վաղը թե ինչ նոր թեզեր ինքը առաջ բերելու, այդ արդեն վախենալու է անգամ պատկերացնելու։ Գիտեք, անգամ պարտադիրել չի, որ 300,000 ադրբեջանցի հենց գան, ընդամենը 50 ադրբեջանցին որ գան այստեղ, հերիքա որ Հայաստանը ներսից պայթի, որովհետև կլինի արհեստական բախում,
Հա, արհեստական բախում կլինի, այստեղ հիմա մենք տեսնում ենք շատ պետություններ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունը ընդունեց չէ օրենք, որ իր քաղաքացիներին, եթե օտար պետություններում հա ինչ-որ վտանգ սպառ, ընդհանուր առմամբ շատ է այդ բաները անում, ինքը կարող է միջամտել, օրինակ չի կարա Բաքուն նման մի օրենք ստեղծել, այսինքն պահը որ հարմար լինի Ալիևի համար, Բաքվի համար, ընդհանուր առմամբ այդ ռեժիմի համար, ինքը ցանկացած դեպքում պատերազմով է մեր վրա գալու, էլի մենք ինչի հույսով ենք։ Այսինքն մենք մոլորված ենք, այսպես ասենք, մեր ղեկավարությունը չեմ հավատում, որ չգիտի, չի տեսնում ուր է մեզ տանում, բայց իրենք լավ էլ գիտակցաբար մեզ տանում են այդտեղ։ Իդեպ Իլհամ Ալիևը վերջերս ընդամենը, երբ որ Մերձավոր Արևելքում թեժ ռազմական գործողություններ էին տեղի ունենում Իսրայել ԱՄՆ տանդեմի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև, այդ ժամանակ հայտարարեց, որ 6 ամիս հետո հայտնի չէ, թե ինչ կարող է լինել։ Եվ ըստ էության Ալիևը լինելով բավականին պրագմատիկ գործիչ, այո, նա մեր թշնամին է, բայց պետք է հասկանալ, թե ինչպիսի թշնամու հետ մենք գործ ունենք։ Ալիևը հետևելով աշխարհաքաղաքական այդ տեկտոնական շարժերին, հստակորեն ամրագրում է այն, որ ոչ թե իրավունքն է ծնում ուժ, այլ ուժն է ծնում իրավունք։ Ինքը հստակորեն շարժում է այդ կոնցեպտով եւ ի ցույց է դնում, որ Հայաստանի հետ անգամ արկա, այսպես ասած, ճակերտավոր պայմանավորվածությունները վաղը մյուս օր կարող են արժեք չունենալ։ Հա, միանշանակ Ալիևը հենց դրանով ինքը շատ պրագմատիկ է, ինքը լավ հասկանում է, որ ուժերի հետ են հաշվի նստում, ու ուժերն է իր կանոնները թելադրում այս պահի դրությամբ, որպես այդպեսին Հայաստանի Հանրապետությունը սուբյեկտ չէ այս աշխարհաքաղաքական ինչ-որ բաների, էլի process-ների ինքը այս պայդրությամբ Ադրբեջանի պահոցում գտնվող օբյեկտ է։ Դա ակտիվ է ադրբեջանական ցավոք սրտի, որովհետև իրենք ամբողջապես ըստ իմ համոզմունքի գտնվում են Ադրբեջանի կառավարման ներքո, այսինքն ինչ ուզում են, սրանք անում են, եթե իրենք պատրաստ են օրինակ սահմանադրությունը փոխել Ալիևի քմահաճույքի համար, հանելով այնտեղից պրեամբուլան, այսպես ասենք, պետության ծննդյան վկայականում, այնպես են իրենց պահում, ոնց որ ինչ կա, որ կարծեմ հենց Նիկոլ Փաշինյանը չէր էս վերջերս Արթուր Օսիպյանի հետ, որ վեճի բռնվեցին, դրանից հետո հիմա էլ Արթուր Օսիպյանի քաղբանտարկյալ սարքեցին, բան են էլի անում, ով իրենց ոչ հաճո բան է ասում, քաղբանտարկյալ են դարձնում։ Մի խոսքով Հենց այդ ժամանակ չասած, ես չեմ ընդունում այդ անկախության հռչակագիրը, կողից մի այսպես լիքը մարդ հավաքված ծափ են տալիս։ Չգիտես ինչի վրա են ծափ տալիս, այսինքն այս պայդրության մեր աչքի առաջ Գիտեք, երևի շուրջը հավաքված մարդիկ պարզապես պնակալեզներ են, այսինքն իրենք հավաքվել են ինչ-որ մի կտոր փախցնեն ու լավ չեն գիտակցում, որ այդ իրենց այսօրվա մի կտոր փախցնելու գինը վաղը մյուսօր կարող է լինել հենց հայրենազրկումը ու այնպես էլ չի, որ իրենց խղճալու են, իրենց բանն են անելու էլի, ոնց որ չեն կպնելու, այսինքն զուտ նրա համար որ հայ ես, արդեն իսկ վերջ էլի, վերջացավ թուրքերի համար։ Չգիտեմ, ես կարծում եմ, հա, երևի շատերը չեն գիտակցում, այս նրանք ովքեր գիտակցում են, պարզապես գիտակցելով այս ամեն ինչ տանում են։ Մի բաներ, այդ բան, մի բան էլ հիշեցի, մի հատ բլոգեր կա, ուրեմն Արդիշոպի Հովոն երևի տեսել եք, դա բավական հայտնի բլոգեր է, ընկած ամբողջ օրը քարոզչությամբ է զբաղվում Նիկոլեց։ Մի վիդեո նկարել ասում է մեծատառերով պետքա Նիկոլ Փաշինյանի անունը մնա պատմության մեջ։ Ես համաձայն եմ մեծատառերով պետքա մնա։ Թող Հայաստանին մնա մեծատառերով, ուղղակի Մելիք Ֆրանգյուլի կողքերը մի տեղ էլի հաստատ։ Այսինքն չգիտեմ, էլի ինչ ասես, որ տեսնում ես, որ այսպիսի բան են անում աջակիցներ կան։ Օրինակ, չգիտեմ, ես չեմ ուզում հավատամ, որ այդ տղեն գիտակցում է ինչ է անում։ Չեմ ուզում հավատամ։ Ըստ իս ինքը չի գիտակցում, ուղղակի չգիտեմ, երեք մոլորյալը չի հասկանում։ Ով իմանա։ Գործող ռեժիմը շարունակաբար խոսում է իբրև թե արևմուտք շարժվելու, արևմտյան արժեքների մասին, խոսում է իբրև թե Ռուսաստանի կողմից ենթադրյալ հիբրիդային, այսպես ասած, պատերազմի մասին, բայց մենք տեսնում ենք, որ իրական հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում է օրինակ հենց նույն Ադրբեջան պետությունը, որտեղ ամենաբարձր մակարդակով գործի է դրվում արևմտյան Ադրբեջանը այդ կոնցեպտը։ Այնուամենայնիվ, մենք մի պետություն ենք, որը որ իր տնտեսության զգալի մասը կապել է ռուսական կողմի հետ։ Զգալի չէ, կրիտիկական։ Այո, եւ այդ
համատեքստում ես կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը, որովհետև նաև մասնագիտական առումով հստակ կա համատեքստում։ Ես ես վերջերս շատ եմ այդ թեմայով էլ արդեն սկսել եմ խոսել, որովհետև ես այդտեղ էլ եմ ռեալ վտանգ տեսնում։ Նայեք, այստեղ հարցը ինչու՞մ է։ Եթե մենք խոսում ենք հիբրիդային պատերազմ երևույթի մասին, եթե մենք պնդում ենք, որ Ռուսաստանը վարում է, ապա ակնհայտորեն վարում է նաև Ադրբեջանը, Թուրքիան վարում է նաև Արևմուտքը։ Եթե մենք միայն Ռուսաստանի մասին ենք խոսում, մնացած անտեսում ենք, նշանակում է ոչ մեկ չի վարում մեր դեմ հիբրիդային պատերազմ, այսինքն իսկ եթե մենք տեսնելով Ռուսաստանի այդ տեղեկատվական հոսքերը եւ այլն մենք քննադատում ենք, բայց չտեսնելու ենք մնացածը տալիս, դա արդեն երկակի ստանդարտներ են հիպոկրիսիա ասածն է, որովհետեւ գիտեք օրինակ իրենք ինչով են բանում, երբ որ մենք ասում ենք ժողովուրդ դուք այսպես սուր ընդունում եք ռուսական միջամտությունը, որը այո կա, բայց այն մյուս կողմից Եվրամիությունից եվրոպատրիակները, որ գալիս են օրինակ ընտրության բերան, իրանք կարող են սпасել գալ հետակա իշխանության հետ, էլի ոնց որ պայմանավորը, որովհետև ցանկացած դեպքում ոնց որ դա ժողովուրդն է այդ կուրսը ընտրելու, իրանք դրա համոզմունքն են, ուրեմն իշխանությունը դե գալիս գնում է, էլի, մանավանդ Եվրամիությունը պետքա դա իմանան, էլի, ոնց որ իրանք ժողովրդի հետ են կապրացել, ոչ թե օրվա իշխանության։ Իրանք եկան մեկ բան հավելեմ, ներողություն ընդհատելու համար։ Հայ, իհարկե։ Ռուսական կողմը փաստացի ինչ է ասում է մենք կաշխատենք Հայաստանի յուրաքանչյուր ղեկավարության հետ, ինչպես էլ ընտրի հայ ժողովուրդը։ Բայց օրինակ նույն Էմանուել Մակրոնը բացահայտ ասում է, որ ես եկել եմ իմ աջակցությունը հայտնեմ Նիկոլ Փաշինյանին։ Այո, այո։ Ռուբիոյի այցը բնականաբար օրինակ ամենապետքարտուղար։ Էլի ծառայեցվում է այո, հենց դրա նկատմամբ այդ դրանով է պայմանավորված։ Սա միջամտություն չի։ Երբ որ Հական Ֆիդանն է դա ասում, անգամ։ Հա, անգամ հենց Թուրքիայից էլ է եկել, Ադրբեջանից էլ են գալիս այդ բաները, օրինակ երբեմն մեզ հիշեցնում, որ մենք պատերազմ ենք գալու, եթե Նիկոլը չլինի։ Հասկանում եք, այդ այսինքն Հայաստանի Հանրապետությունը սպայն դարձել է աշխարհաքաղաքական մի հատ բախման տիրույթ, բնականաբար ոնց որ ամեն կողմն էլ ոնց որ ուզում է իր բաժինը այստեղից վերցնի, այստեղից բաժին չունի մենակ հայ ազգը, որովհետև հանելը դարձել են, չգիտեմ, էլի Հայաստանի Հանրապետությունը ինչ որ իրեն դարձել, որ ամեն մեկը փորձում է ինքը իր խլի, ու բնականաբար ամեն մի կենտրոն էլ իր շահերն ունի ու ըստ իր շահերի առաջնորդվում է, օրինակ որ Էմանուել Մակրոնը գալիս նման բան է ասում, ես օրինակ չեմ քննադատում, այդ մարդը իր պետության շահն է առաջ տանում, երբ որ ռուսները այնտեղից հայտարարություն են անում, սանկցիաներ են դնում, ինչ ասես, իրենք էլ իրենց շահն են առաջ տանում, այստեղ խնդիրը նրանում է, որ այն մարդը, ով որ գտնվում է մեր պետության ղեկին, իմ համոզմամբ չի սպասարկում մեր շահը ու դրա արդյունքում այս պայդրությամբ մենք դարել ենք ինչ-որ անտեր տարածք, որ ամեն մեկը թաթը գցում է վրան։ Հարցը գիտեք, այստեղ խնդիրը նաև ինչու՞մ է գալիս։ Հիմա այս իրավիճակում, երբ որ բոլորը միջամտում են մեր ընտրություններին, միջամտում են մեր ներքին գործերին, այդպես ինչ-որ այն գրանտային սեկտորը Հայաստանի Հանրապետությունում գտնվող ասում է Եվրամիությունը ոչ թե միջամտում է ներքին գործերին, այլ ինքը պաշտպանում է, որ Ռուսաստանը չմիջամտի ներքին գործերին, որ այսպեսի բաներ են խոսում ու գիտեք այն որ մի խոսքով էլի այսպես ծիծաղելի իրավիճակ է գալիս որ երկակի ստանդարտներ հիմա խնդիրն է գիտեք ինչու՞մ է եթե մենք խոսում ենք արդեն գանք մեր տնտեսական հատվածի մասին խոսենք ես բավականին խորը այս վերջերս հարցազրույց էի տվել դրա մասին թե որ սեկտորներում ունենք կախվածություն որտեղից է գալիս ինչպես է առաջացել պետք է ասեմ որ 2022 թվականից սկսած մեր կախվածությունը խիստ աճել է Այսինքն այս մարդիկ ովքեր որ այս պահին մեր կոնկրետ կոնֆլիկտի են տանում Ռուսի հետ։ Իրանք տանում են մեզ Ռուսի հետ կոնֆլիկտի, իրանք դրանից առաջ մեր կախվածությունն են մեծացրել, որ երևի կոնֆլիկտի գնալուց ավելի sense մի հատ ցավոտ էլի ծեծով ուտենք։ Խնդիրը այստեղ նրանում է, որ երբ որ նայում ես այդ տնտեսական հատվածին օրինակ Դանիել Յովհաննիսյանն է ասում, հա, իրանք անընդհատ են նշում ու երբ որ մեզ Դանիել Յովհաննիսյանն ասում է ժամանակավոր է, Նիկոլ Փաշինյանը բանան մտածում մենք խնդիր չունենք Ռուսիայից, սա ժամանակավոր չի, որովհետև ռուսերը կոնկրետ խնդիր ունեն այստեղ։ Հիմա նայեք, այս աշխարհաքաղաքական այս բաների տիրույթում, երբ որ օրինակ իրանք ասում են մենք, չգիտեմ, հեռուստատեսությունը կանջատենք իրենց, մենք իրենց երկաթուղին կխլենք եւ այլն, դա ամենի այդ բոլոր process-ները վաղուց սկսել էր արդեն ու երկաթուղու հարցն է հիմա քննարկում, հենց երկաթուղու հարցը։ Ու այս ամբողջի համատեքստում, երբ որ Ռուսաստան տեսնում է, որ արդեն իր ազդեցության գոտում է, որ մեզ դիտարկում ինքը տեսնում է, որ այդ ազդեցության գոտին իրենց կոպիտ ասած խլում են, ու այս process-ում ոնց որ արևմուտքի անունը տալով իրականում է ստանում են Թուրքիա ու Ադրբեջան, ու այդ կախվածությունը Ռուսաստանից փոխարինելու են ադրբեջանականով ու թուրքականով,
Այդ համատեքստում իհարկե Ռուսաստանը իր շահերի համար պետքա կռիվել տա ու գիտեք այստեղ ամենասարսափելին նրանում է որ երբ որ մեզ վախեցնում են ասում են օ հեսա Ադրբեջանի հետ պատերազմ կլինի տեսեք Ալիև եւ այլն բայց վախեցած սարսափած են Ալիևից բայց չգիտես ինչ իրենք ընդհանրապես վախեցած չեն Պուտինից վախեցած չեն Ռուսաստանից որը հարյուրավոր անգամներ ավելի հզոր է Ադրբեջանից հիմա այս պահին մեզ իրենց հետ տանում են կոնֆլիկտի ու ես անձամբ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ տեսնում այն adekvat բացատրությունը, այն շահը մեր, որ մենք այս process-ի մեջ գնանք, որ ոչ թե նստենք մի հատ հասկանանք, որտեղ է կարմիր գծերն անցնում, ոնց անենք, որ այս տեկտոնական ոնց ասիկ այդ շարժերի ժամանակաշրջանում կարողանանք վերապրել այս շրջանը, կարողանանք դուրս գալ շահածով։ Մի հատ էլ սպանվենք։ Այո, թեկուզ եւ գոնե թե չցեղասպանվեք, այսպես չես հասկանում, էլի մեզ ինչ խաղերի մեջ են մտցրել։ Այն Նիկոլ Փաշինյանն է, որ անընդհատ այդ թուրքական նարատիվներով հանդես գալիս ցեղասպանություն, թե ասում է ցեղասպանությունը արդյունք էր մեզ աշխարհակահաղական խաղերի մեջ ներքաշելու։ Այս պահի դրությամբ նույն Նիկոլ Փաշինյանը մեզ ներքաշել է աշխարհակահաղական խաղերի մեջ, վտանգավոր խաղերի մեջ։ Ու այնքան գիտեք, այնքան են ծայրահեղացրել խոսույթը, որ մարդը երբ որ adekvatության կոչ անում, ասում է ժողովուրդ, մի հատ ստոպ Բայց հասկանում եք մենք գերտերության հետ գործ ունենք, մենք ատոմային գերտերության հետ գործ ունենք։ Իրանք ասում են, ռուսամետ եւ այլն, հասկանում եք այդքան ծայրահեղացել են ու այս մարդիկ ոնց որ խելքները թրցրած լինեն։ Ու այն պայմաններով քո ամբողջ տնտեսությունը այսքան կրիտիկական կախված է իրանցից, չգիտեմ էլի այդ ոնց որ բանն է էլի, չգիտեմ ոնց որ այդպես ժողովրդական խոսք տարի ասում է ինադարի ելերին։ Այսպես մի հատ սիտուացիայի մեջ ենք հասել Չգիտես, այս մարդիկ ոնց որ իրենց adekvatությունը կորցրած լինեն, իմ մոտ է տպավորությունն է։ Դուք այն քաղաքացիներից եք, ով միշտ բարձրաձայնում է իր բողոքի ձայնը տարբեր հարթակներում եւ նաեւ այն մարկանցից, ով թիրախավորվել է այս ռեժիմի կողմից, դրա տխրահարչակ օդիոս կերպարներից մեկի Ալեն Սիմոնյանի, ով հայտնի է նրանով, որ մարդկանց վրա կարող է թքել իրեն քննադատելու համար։ Այո։ Ինչ փուլում է գտնում այդ գործը։ Ուրեմն առաջին դատական նիստը արդեն կայացել է։ Երկրորդը լինելու է հուլիսի 22-ին։ Այսպես էլի, ոնց որ ասեմ զուտ այդ գործի մասով 3 կետով են ուրեմն դատի տվել, մի կետը նրա համար է, որ ես հղում անելով Հայկ Սարգսյանի խոսքերին, որտեղ նա ասում է, որ իր վրա կարգապահական տույժ Ալեն Սիմոնյանը բացել է այն նույն օրը, երբ որ ինքը այդ կազինոների բաները турքերը կրկնապատկելու օրենքն է բերել, հստակորեն ակնարկելով, անգամ ասեմ ուղիղ ասելով, որ Ալեն Սիմոնյանը կազինոների շահերը սպասարկում, որ ես հղում եմ կատարում ասում, որ Հայկ Սարգսյանն է նման բան ասել, իրենք ասում են վերագրում են այդ խոսքը հենց ինձ, հետո էլ այդ գնահատողական դատողությունն է եղել իմ կողմից։ Մի խոսքով, ասում են, որ այդ մասով են մի հատ դատի տվել, դատի են տվել երկրորդ բանը նրա համար, որ ես մեջ բերելով են խոսքը, որ կհիշեք, որ Ալեն Սիմոնյանը Արցախահայ մեր քույրիկին ասում են մնայք կռվեիք։ Ես դա որակել եմ գնահատական, որ դա ատելության խոսքի տարածում է Արցախի հայերի նկատմամբ, այդ մասով է դատի տվել, երրորդն էլ այն մասով, որ ես բարձրաձայնել եմ, որ ինքը թքել է մարդու վրա։ Իսկ պատկերացնում եք անգամ դրա համար է դատի տվել ու ես համոզմունք ունեմ որ այդ դատը հենց նրա համար է որ ինքը հետագայում, չգիտեմ, թե ճնշումներ կբանեցնեն դատաիրավական համակարգի վրա, թե ինչ ձևերով հասնի հաղթանակի ու դրանով մարդկանց ոնց որ ցույց տա որ անգամ այդ թեման ոչ թե շահարկել, այդ թեման բարձրաձայնելն է վտանգավոր։ Համոզմունք ունեմ SLAPP հայցը, այդ հայցը նրա համար է, որ իմ ազատ խոսքի իրավունքը ճնշի ու նաև մյուսներին այնպես անի, որ իր մասին ընդհանրապես ոնց որ չխոսեն, էլի չքննադատեն։ Այսպես։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտո արժույթ եւ կհանդիպենք հետագայում։